Ամեն օր ես նախագահին զեկուցում եմ հանրապետությունում կատարված դեպքերի կրիմինալային իրավիճակի մասին եւ շաբաթը մեկ օր մեր ծրագրային հանդիպումն է, նախագահն է նշանակում այդ օրը եւ ժամը, ես ներկայանում եմ նախագահին եւ ավելի գլոբալ հարցերի մասին է զրույցը ընթանում, զեկուցում եմ ընդհանուր իրավիճակը, վիճակագրությունը, առանձին դեպքերով, որով ինքը հսկողություն է սահմանում, հատկապես հնչեղություն, հասարակական հնչեղություն ունեցող հանցագործություններով կամ առանձին հանձնարարություններով։ Նախագահը իր բնավորությամբ խորանում է բոլոր մանրուքների մեջ։ Զարմանալի է, բայց դա փաստ է, որ բոլոր մանրուքների մեջ ինքը սովորություն ունի խորանալու եւ դա գիտեք, երբ որ մարդը կարողանում է լսել, խորանալ, դա արդեն հեշտացնում է աշխատանքը։ Ինչ որտեղ կարող ես լուրջ պրոբլեմային հարցով քո ղեկավարի հետ կիսվել։ Մեր հանդիպումները նախագահի հետ կրում են պարբերաբար բնույթ, հանդիպումների ընթացքում ունենք հստակ ձևավորված ավանդույթ, հետևյալ հարցերն ենք քննարկում, առաջինը ֆինանսական հատվածը, մակրոտնտեսական ցուցանիշները եւ ավելի մանրակրկիտ մոնետար ագրեգատների կառուցվածքը եւ դինամիկան, դա հնարավորություն է տալիս պատկերացում ունենալ ինչպիսին է ռեալ իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում, ֆինանսական հատվածում, տնտեսությունում, քանի որ դրամական բազայի եւ դրամական զանգվածի ցուցանիշները մշտապես հնարավորություն են տալիս հանրապետության նախագահին ձեռքը պահել տնտեսության զարգերակի վրա եւ զգալ թե տնտեսական աշխուժությունը ինչ մակարդակի վրա է գտնվում Հայաստանի Հանրապետությունում, քանի որ այդ դրամական ագրեգատների շնորհիվ մենք կարողանում ենք ճշգրիտ գնահատել թե պահանջարկը փողի նկատմամբ Հայաստանի Հանրապետությունում ինչպիսին է, ինչ դեպքերով է աճում պահանջարկը, դա նաև վկայում է այն մասին, թե տնտեսություն վարող սուբյեկտները ինչպիսի ֆինանսական վիճակում են գտնվում։ Ու առաջի հատվածը մշտապես այս հարցերի քննարկումն է, ընթացիկ հաշվի դեֆիցիտը, տրանսֆերտների ծավալները ըստ եռամսյակների, ըստ ամսվա կտրվածքի, ինչպես է իրականացվում հարկահավաքը եւ մաքսային турքերի հավաքագրման գործընթացը, բանկային համակարգի վրա դա ինչ ազդեցություն է թողում, լիկվիդայնության մակարդակի վրա ինչ ազդեցություն է թողում։ Այս բոլոր հարցերի շուրջ բավականին մասնագիտական խոսակցություն է գնում հանրապետության նախագահի հետ։ Այսօր իմ հերթական հանդիպումն էր եւ իմ օրագարկի վրա 8 հարց կար, որոնք ես նախագահին ներկայացրել եմ եւ քննարկել ենք հարցը եւ նախագահը իր ցուցումները, ուղղությունը եւ նաեւ եթե որոշման անհրաժեշտություն է եղել, հստակ իր որոշումները կայացրել է։ Օրագարկի վրա այսօր կար վերջերս Միացյալ Նահանգների հետ այդ իմիգրացիոն ուրեմն խնդիրները եւ դրանց դրական լուծման հարցը եւ մենք այսօր փորձ արեցինք վերլուծել թե ինչ էր այդ կոնկրետ թյուրիմացությունը, որ Հայաստանը հայտնվել էր այդ ցուցակում եւ ինչպիսի մեխանիզմներով մենք կարողացանք աշխատել, որ Հայաստանը հանվի եւ հաջորդ քայլերը ինչ են լինելու։ Երկրորդը Թուրքիայի արտաքին գործերի նախարարության նախարարի հայտարարությունն էր երեկ, որ նրանք պատրաստ են անկախ Ադրբեջանի արդեն դիրքորոշումից Հայաստանի հետ հարաբերություններ զարգացնել եւ մենք քննարկեցինք թե մեր պատասխանը դրան ինչ պետք է լինի, ինչպիսի հետագա քայլեր պետք է արվի։ Երրորդը դա մոտ օրերս ՄԱԳ-ում տեղի ունենալիք քվեարկությունն է ՀՀ-ՄԱԳ համագործակցության փանացեվի, որտեղ նաեւ մի բարբերություն է լինելու Ղարաբաղի հարցին, նախքան ես զեկուցել եմ մեր աշխատանքների մասին,
մեր կոնտակտները դարբեր երկրների ներկայացուցիչների եւ ինչպիսի արդյունք են ակնկալում եւ բազմաթիվ 5-6 այլ խնդիրներ, որոնք այս շաբթվա ընթացքում կուտակվել են եւ նաեւ այս շաբթվա ընթացքում իրենց արդեն հանգուցալուծման պետք է հասնեն։ Իրեն համար հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակը անչափ լայն է, սկսած տնտեսությունից, վերջացրած ինչ-որ հասարակական խնդիրներից, ինչ-որ կոնկրետ քաղաքացիների խնդիրներից եւ այլն։ Անկեղծ ասեմ, որ նախագահան ասենք իր տրված հանձնարարականների մասին երբեք չի մոռանում։ Դա նաև բոլորին, ասենք ասենք, ստիպում է, որպեսզի հավաքված միշտ լինեն։ Այդպիսի մի դեպք չեմ հիշում այս 6 տարվա ընթացքում, որ չհետաքրքրվի, չհարցնի ինչով եղավ եւ այլն։ Ինքը իր համար հարցը հանում է հիշողությունից այն ժամանակ, երբ որ վերջնական իրեն զեկուցում է, որ հարցը լուծված է, կարգավորված է, խնդիրը չկա։ Այսօր նախագահի հետ քննարկվում էր խորհրդակցության ժամանակ Հայաստանում նախորդ տարվա, այս տարվա ընթացքում վարչական մոնիտորինգի սկզբունքները, թե ինչպիսի վարչական մոնիտորինգ պիտի անցկացվի, կոնկրետ զբաղվածության աստիճանը կամ դրա մեջ եղած տեղաշարժերը որոշելու համար, համապատասխան հանձնարարություններ եւ սկզբունքային դիրքորոշումները ճշգրտվեցին, բոլոր նախարարները, որոնք ներկա են այնտեղ եւ գերատեսչության ղեկավարները, որոնք մասնակցում էին, բոլորը ստացան համապատասխան հանձնարարականներ, որպեսզի այդ աշխատանքը կատարվի։ Ընդորում սկզբունքային դիրքորոշումները ճշգրտվում էին բոլորի կարծիքը լսելուց հետո եւ եզրահանգումներ անելով, որը հետագայում դառնում է արդեն աշխատանքի, այսպես ասեմ, ուղղություն։ Հարցի լուծումը իրականանում է մաքսիմալ օբյեկտիվ, որպեսզի բոլոր կողմերը, որովհետեւ գիտեք ինչ, կառավարության մեջ տարբեր թևեր իրենց գործի բերումով իրենց գերատեսչական մոտեցումները ունեն եւ ցանկացած լուծում, որ տրվում է վերջում, բավարարում է բոլորին, այսինքն բոլորն էլ գտնում են, որ դա իրոք օբյեկտիվ լուծում է։ Այդ պարագայում շատ հեշտ է լինում աշխատելը։ Հեշտ է լինում աշխատելը նաեւ, որ իր աշխատանքի մեջ հանրապետության նախագահան բավականին բաց է։ Այսինքն չկան խնդիրներ, որոնք չեն քննարկվում, կուտակվում են, հետագայում դառնում են այլ կարգի քննարկման առարկա։ Ընթացքում բոլոր խնդիրները ճշգրտվում են եւ դրան համապատասխան լուծումներ են տրվում։ Խնդիրներ կար, որոնք են ծագման պահին լուծվում են։ Խնդիրներ կան, որոնք ուղղակի գործադիր իշխանության կոմպետենցիաների մեջ չեն մտնում։ Մենք չենք կարող, այսինքն այնպիսի գործառույթների իրականացմամբ զբաղվել, որոնք օրենքով մեզ տրված չեն։ Սա կարևոր է, որպեսզի քաղաքացիները իմանան։ Այդ դեպքում վերահասցեագրվում է, մենք կարող ենք հետևել։ Այսինքն ավելի շատ ինչ վերաբերում է քաղաքացիների դիմումներին, առաջարկություններին, նախագահին կարող են զեկուցվել շատ քրոնիկ, սիստեմատիկ բնույթ կրող եւ այսպես բարձր միջամտություն պահանջող մեր տեսակետից իհարկե։ Մնացածը ապարատը աշխատակազմը աշխատում է, համապատասխան կառույցը աշխատում է, փորձում ենք օգնել մարդկանց, ասեմ, որ հազարավոր նահանգներ են գալիս։ Երևի պետական մարմիններից ամենամեծ տեղեկատվությունը այդ իմաստով նախագահի աշխատակազմն է ստանում։ Բայց յուրաքանչյուր երեկո ամեն օր ես ընդհանուր փոստը զեկուցում եմ նախագահին։